Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա պաշտոնամուտը օրհնելու եկած Միքայել arczepiskopos Աջապահյանն, ինչպես հայտնի է, քողարկված սպառնալիք հնչեցրին ավականու այն անդամների հասցեին, որոնք կհանդգնեն չներկայանալ ավականու նիստերին։ Ղուկասյանի ձևակերպմամբ ոտ պահել։ Հոգևոր բարձր դասի ներկայացուցիչ Աջապահյանը հիշեց Ստալինի ժամանակներում սաբոտաժ անողների նկատմամբ կիրառված մեթոդը՝ գնդակահարություն։ Հիմա հորդոր իբրև պատկամ ասում են բոլոր նրանց բացականերին եւ ներկաներին ավականու անդամ օգնեք պարոն քաղաքապետին, որբեսի իր գործունեությունը ինքը կարողանա ծավալել։ Եղեք տարբեր, հագարակվեք, քննարկեք, քննադատեք, բայց գործի մեջ եղեք համագործակցական, գործակից, լծակից։ Ընդդիմություն չեն նրա համար, որպեսզի խանգարեն, ընդդիմությունն են նրա համար, որպեսզի այլընտրանքային մի բան առաջարկեն եւ այդ առաջարկի գաղափարը ներկայացնեն եւ նաեւ պայքարեն այդ գաղափարի իրականացման համար, բայց ոչ թե խանգարեն, սաբոտաժ անեն։ Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Իսկ ահա Վարդան Ղուկասյանը ոտ պահող ավականու անդամներին սպառնաց ոտ ջարդելով։ Ինձ ասում են, թե ավականիները ոտ կպահեն, պետությունը ամբողջությամբ ԿՊ-ի ձեռքում է, ոնց ես աշխատելու, ինչ պետք է անես, եթե հանգարց ոտ պահելոցի եղավ, անպայման ժողովրդին կտեղեկացնենք, ժողովուրդը տեղյակ կլինի, ինչքան էլ ոտ պահեք, չեմ ցանկանում, ով հետևիցս ընկել է, պրոբլեմ է ունեցել տիրոջով, հավատացեք ինձի, այնքան բաներ կա չեմ ուզում ասել, ես մեղքում եմ, ուզում եմ ասել, իմ ընդդիմությանը և Հայաստանի Հանրապետության ընդդիմադիրներին, Գրիգոր Տատևացին ասում է, շատ կարևոր է ընդդիմությունը, եթե ուզում եք երկինը զարգանա, անպայման պետք է այդ երկրում լինի ընդդիմություն, և օրինակ է բերում ասում է, ծառին ընդդիմությունը քամին է, ինչի համար է քամին ծառին, որպեսզի ծառը ուժեղացնի իր արմատները, հիմա եթե առողջ ընդդիմություն է, ես կողմնակից եմ, բայց եթե պետք է Լևոն Իշտոյանի ֆինդերն անեն, ես էլ ոչ ջարդող եմ։ Ում էին ուղված Ղուկասյանի և Աջապահյանի այսպես ասած հաթաթաներն ու սպառնալից հորդորները։ Ավականու ընդդիմադիր որ խմբակցություններին։ Նկատենք, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած մեր քաղաքադաշինքն ու քաղաքացիական պայմանագիրը ներկա չէին քաղաքապետի երթմնակալությանը և ենթադրաբար վերոհիշյալ սպառնալիքներն ուղված էին հենց նրանց։ Մեր քաղաքադաշինքի ավականու անդամ դուստր Ալիկա ՍՊ տնօրեն Վարդան Եդիգարյանը, որն իր իսկ խոսքով նորմալ, ոչ թշնամական հարաբերություններ ունի քաղաքապետի հետ, մեր հարցերին ի պատասխան, թե ինչու ներկա չէին երթմնակալությանը, շեշտեց։ Ստորագրել գնացել ենք, զայացել ենք, արարողությամբ չենք մնացել։ Իսկ ինչն էր պատճառը, որ չեն մասնակցել իրենց քվեարկության արդյունքում քաղաքապետ դարձած Ղուկասյանի երթման ծեսին։ Պարզվեց, շտաբում էին, ուրիշ գործ ունեին։ Այդ պատճառով էլ չեն ներկայացել։ Ավականու անդամը նշեց նաև, որ դեռ որոշում չկա, արդյոք մասնակցելու են ավականու աշխատանքներին, միաժամանակ հավելելով. խմբակցությունով կորոշենք, պիտի որ ներկա լինենք։ Ավականու առաջիկա նիստը, նշենք, տեղի է ունենալու մայիսի 2-ին, աշխատավորության օրվա հաջորդ օրը։ Մեր հարցին ում էին ուղված Ղուկասյանի և Աջապահյանի վերոհիշյալ սպառնալիքները, Եդիգարյանը ենթադրեց. Շատ բանբետ չէ մտածել էլի։ Տեսնենք, ավականու նիստերը կկայանա, կտեսնենք, ում ոտքի կիջարտեն կամ կնդագարեն։ Ես զորքին բերել լծել էին, ռուսական նշվում եք դարձել։ Զորքին բերել լծրել էին, նկատեք կոնսուլին և ռազմաբազայի, հա։ Դիտարկմանը, քանի որ նիստին բացակայում էր նաև ԿՊ-ն, գուցե հենց իշխող ուժի ներկայացուցիչ ավականու անդամներին էին ուղված հնչեցված սպառնալիքները։ Մարտուն Գրիգորյանի թիմակից ավականու անդամը նկատեց։ Չենք վերցնել շատ, եկեք չենք մտածել։ Կարող է ԿՊ-ին նկատի ուներ։ Կարող է, ով գիտե։ Դե հաշվի առնելով պարոն Ղուկասյանի, այսպես ասած, նախասիրությունները ոչ ջարդելու, Գյումրիի համբավը, կրակոցները, բանը եւ այլն, մի քիչ անհանգստացած ենք դրա համար։ Երևի խոսքեր էլ միայն։ Գյումրիի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանն էլ ի պատասխան քաղաքապետի եւ Շիրակի թեմի առաջնորդի սպառնալիքների ասաց. Ճիշտն ասած չեմ կարող հստակ մեկնաբանել, թե ում էր ուղված, բայց համարում եմ շատ խնդրահարույց խոսույթ,
եւ խնդրահարույց արտահայտություններ շատ հնչեցին այդ նիստի ընթացքում եւ քաղաքապետի եւ նաեւ Սրբազանի կողմից հետաքրքիր է որ պետական եւ հոգեվոր այրերը երբ որ նույն ընդդիմությունը Երևանի փողոցներում փորձում էր խառնակիչ գործողություններ իրականացնել իրենք լուր էին եւ չէին փորձում վերևից այսպես խրատներ տալ նույն ընդդիմության ներկայացուցիչներին ովքեր Երևանի փողոցներում չգիտեմ ինչով էին զբաղված ես կարծում եմ որ օբյեկտիվ կլիներ նրանց կողմից որպեսզի իրենք եթե շատ են սիրում հայրենիքը եթե շատ են սիրում իրենց քաղաքը ապա այդ տրամաբանությունից ելնելով այդ իրենց խոսույթը տարածեին բոլոր նրանց վրա ովքեր կփորձեն այո խառնակիչ գործողություններով կամ պառակտող ինչ որ վարքով հանդես գալ ուղղակի այստեղ գործում են երկակի ստանդարտները մի դեպքում նպատակահարմար է այդպես արտահայտվելը մյուս դեպքում նպատակահարմար է ուղղակի լռելը որևէ մեկը անկախ իր զբաղեցրած դիրքից ու պաշտոնից իրավունք չունի նման ձևով արտահայտվելու եւ նման խոսույթ առհասարակ առաջ քաշելու որևէ մեկը իրավունք չունի դիմացինին սպառնալու եւ ինչ որ բաներ պարտադրելու իհարկե ավականու ինստիտուտը գործում է օրենքին համապատասխան ունի իր լիազորությունները եւ ցանկացած ավականու անդամ կամ այս դեպքում խմբակցություն նաեւ իրավունք ունի քաղաքական որոշումներ կայացնելու իր այս կամ այն քայլի վերաբերյալ մենք բնականաբար նիստին չենք մասնակցել, համարել ենք այդ երկու նիստերը կրկես եւ այդ կրկեսի մաս չենք ուզել ընդհանրապես կազմենք, իսկ ինչ վերաբերում է մնացած նիստերին, ապա մենք ոչ միայն մասնակցելու ենք, այլ նաեւ փորձելու ենք մեր ծրագրում արկա բոլոր դրույթները կյանքի կոչել եւ իրականացնել եւ մեր գործընկերները շատ են շեշտում, որ իրենք մտածում են Գյումրու մասին կամ հանդես են գալիս Գյումրու շահով պայմանավորված եւ նիստերի ժամանակ արդեն կտեսնենք, թե իրենք որքանով են պատրաստ Գյումրու շահից հանդես գալու եւ ինչ են պատրաստ անելու Գյումրու համար։ Մերձապ տվեք չի գալու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։